2026 թվականի խորհրդարանական ընտրությունները սարերի հետևում չեն։ ՔՊ-ն ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանն արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին։ Այսօր մասնակցության հայտ ներկայացրեց նաև հայկական ՔՎ կուսակցությունը։ Մենք ոտք ենք գլուխում քաղաքականություն եւ դա շատ դժվար որոշում էր նրանից հետո, երբ որ մենք 3 տարի միասին եղել ենք քաղաքացիական նախաձեռնություն, որը որոշակի այլ տրամաբանություն է ենթադրում։ Մինչ նախընտրական փուլում քաղաքական ուժերը փնտրտուքի մեջ են ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին, ՀԱԿ-ն կողմնակից է մեծ դաշինքով մասնակցությանը։ Մենք մեր ուժերը պետք է համադրենք մեր գաղափարակից այլ կառույցների, կազմակերպությունների հետ եւ այո միասնական ճակատով հանդես գանք, որպեսզի այլևս թույլ չտանք ընտրողների ձայների փոշիացում եւ որպեսզի կարողանանք պարտության մատնենք այս վարչախմբը։ Փետրվարի 15-ին գրանցված հայկական ՔՎ կուսակցությունը պահում է ինտրիգը ու չի բացահայտում ում հետ են մասնակցելու ընտրություններին։ Քննարկումների փուլում են։ Բացառում ենք եւ գործող վարչախմբի, եւ նրա արբանյակների, եւ նախորդ իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի դաշինք։ Դրանք բացառում ենք։ Օրինակ գործող վարչախմբի ակնհայտ արբանյակը Հանրապետություն կուսակցությունը։ Ընտրություններից հետո է Չալաբյանը խոստանում դիտարկել համագործակցությունը որոշ ընդդիմադիր ուժերի հետ։ Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին կամ Սամվել Կարապետյանին իրանց քաղաքական ուժերին, ես կարծում եմ, որ համագործակցությունը կոնկրետ այդ երկու ուժերի հետ պետք է տեղի ունենա արդեն ընտրություններից հետո։ Երբ որ մենք հասկանանք մեր ժողովուրդը, մեր ընտրողը, որ ուժին ինչպիսի մանդատ է տվել։ Իսկ հարցին, եթե հրաշքով եկան իշխանության, արդյոք սկսելու են իրենց զորոյական կետից։ Ինչ են անելու ձեռք բերված համաձայնությունների ու պարտավորությունների հետ, Չալաբյանը պնդում է, իրենց իշխանության գալը հրաշք չի լինի։ Ընդհակառակը հրաշք կլինի, եթե այս վարչախումբը վերարտադրվի, հուսով եմ դուք դրանում կհամոզվեք։ Երկրորդը, զրոյական կետից ոչ ոք չի կարող սկսել, որովհետև զրոյական կետից սկսելը որպես կանոն աղետի լավագույն դեղատոմսն է, ինչպես արեց այս վարչախումբը։ Եկավ զրոյական կետից սկսեց եւ մեր ժողովրդի գլխին աղետ բերեց։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։